Այժմ կլսենք ճարտարապետ Անահիտ Թարխանյանին։ Բարև ձեզ, հարգելի Անահիտ։ Բարև ձեզ, Նվեր։ Անահիտ Թարխանյանը նաև Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի հիմնադիր տնօրենն է։ Եվ այսպես, սկսենք ամենակարևորից իմ կարծիքով։ Երևանում ընթացող շինարարությամբ, ամենուր ընթացող շինարարությամբ, պետք է ուրախանալ, թե տխրել։ Նայած որ տեսակետից նայենք, շատ բարդ հարց եք տվել, որտեղ մոտեցումը կարող է լինի, եթե քաղաքապետարանի տեսակետից, իհարկե շատ լավ է, որ այդքան շինություններ են կառուցվում, եթե այն մարդկանց կողմից, ովքեր որ առնում են այդ շենքերը, շատ լավ ծրագիր է, որտեղ կարողանում են նոր շենքեր գնել, նոր բնակարաններ տեղավորվել, բայց եթե նայենք հանրության կողմից, իհարկե մենք ունենք շատ տխուր երևույթ։ Շենքեր, որոնք իրար վրա են բարձրանում, հանրային տարածքներ, որոնք որ կորում են, կանաչ տարածքներ, որոնք որ ոչնչացվում են, բարձրահարկ շենքերը, չգիտես ինչի որոշվեց, որ Հայաստանում, Երևանում կարելի է ոչ թե միայն 9, այլ 19, իսկ հիմա արդեն 30 հարգանի, 35 հարգանի շենքեր կառուցել, ոնց որ թե 20 տարվա, 30 տարվա առաջվա երկրաշարժը ոչ մի բան չսովորացրեց մեզ։ Երկրաշարժը 30 տարի երկրաշարժի համար և երկրագունդի կյանքի համար դա համարյա թե ակնթարթ է և մենք դա հաշվի չենք առնում, ամեն ինչ լավ կլինի։ Հարգելի Անահիտ, բայց այն ինչ կատարվում է Երևանում, Երևանի ներսում, կառավարելի է թե ոչ։ Տարօրինակ բան ձեզ ասեմ, բայց մեծ մասը ոչ կառավարվող այդ պրոցեսի մենք ինքներս ենք։ Պահանջարկը ստեղծում է առաջարկ։ Մենք բնակիչներս բոլորս ուզում ենք ապրենք քաղաքի կենտրոնում։ 100 տարի առաջ Թամանյանը այնպիսի մի հրաշալի քաղաք է նախագծել, որ առ այսօր լինեն դա հայեր, լինեն դա դրսի հյուրեր, բոլորին միավորում է Երևանը։ Շատ բարի, մարդամոտ և մենք ասում ենք կայուն զարգացող, պատկերացնում եք 100, ինչքան արդեն, 100 տարի առաջ Թամանյանը նախագծել է կայուն զարգացման սկզբունքներով քաղաք, վերցնելով ամենաժամանակակից այն տարիների համար գաղափարախոսությունը ֆրանսիական, անգլիական, իտալական, ռուսական և կառուցեց Երևանը, եվրոպական քաղաք, որը հակառակ ամեն ինչին ասում էր մենք ապրելու ենք և ստեղծեց նոր ազգ, որը մենք հայերս ենք, միավորեց մեզ բոլորիս։ Եվ այդ միավորումը հիմա ավաղ չար կատակ է խաղում բոլորիս հետ, մենք ուզում ենք գանք քաղաքի կենտրոն, միավորվել, մենք ուզում ենք զգանք մեզ մի մասնիկ այդ մեծ գաղափարի, որը բերեց մեծ Թամանյանը դեպի մեր քաղաք, և ստեղծում ենք այն պահանջարկը, որ մեծ սիրով շուկան առաջարկում է, իսկ քաղաքապետարանը հաստատում։ Մի ժամանակ, հիշում եք, ասում էին Երևանը հատակագիծ չունի, եթե ունենա այդ խնդիրները կկարգավորվեն, բա ինչու չեն կարգավորվում։ Մենք ոչ թե հատակագիծ չունենք, մենք գաղափարախոսություն չունենք։ Մենք չունենք պատկերացում նրա, որ ինչ են ուզում մարդիկ։ Ոչ ոք չի իրականացրել հետազոտություն, ինչպիսի քաղաքի մասին, ինչպիսի շենքերի մասին, ինչպիսի բնակարանների մասին են երազում մարդիկ։ Եվ չառաջարկեց, ով ասեց, որ անպայման քաղաքի կենտրոնում։ Չէ, որ կարելի է քաղաքի կենտրոնից դուրս ստեղծել նմանատիպ հետաքրքրություններ, ձգողական կենտրոններ, որպեսզի մարդիկ գնան, ապրեն, ստանան այն
ինչի համար են գալիս քաղաք։ Չէ որ շրջաններից շատ մեծ քանակությամբ մարդիկ են եկել, բնակիչներ են եկել քաղաք։ Ինչ են փնտրում իրան։ Ինչ են ձգտում, ինչ են ուզում տեսնել։ Հիմա այդ ձեր նշածի ստվերում ամենացավոտ հարցն է երթևեկության կոլապսը ներկայիս Երևանում կառուցապատման հետևանք է։ Այո։ Կառուցապատման հետևանք է, որտեվ դե միայն կառուցապատում չի կարելի ասել, ստեղ կա եւ կառուցապատման կոլապս եւ կա միաժամանակ կազմակերպման երթևեկությունը կազմակերպման կոլապս եւ ոչ գրագետ եւ հնաոճ ես կասեի անցյալ դարի սկզբունքներով կառավարվող քաղաքի կենտրոն, որտեղ ոստիկանությունը գալիս է եւ եթե չեն կարողանում մեքենաները իրար հարգեն, իրար ճանապարհ տան, սկսում են կառավարել շարժումը։ Դա անցյալ դարն է, անցյալ դարի կեսերին 70-50-ական թվականներին դու կարող ես տենց բան տեսնել ինչ որ մի երկրում, բայց հիմա ամբողջը փոխարինել են ժամանակակից տեխնոլոգիաները։ Դե ինչքան էլ փոխարինեն ամբողջությամբ այդ հարցերը կարգավորվում են միասնական data կենտրոնից, որը պիտի ոստիկանությունը ունենար եւ դա հասկանալի է։ Արգելյան այդ ներողություն։ Դա միակողմանի չի, չկա կառավարում եւ չկա ճիշտ գնահատական ինչքան կարող է տվյալ փողոցը ունենա շատ կարևոր բան եք ասում փողոցը նույնն է խորհրդային փողոցն է անգամ նույնն է կոյուղին որ սպասարկելու է այդ փողոցում չէ միանշանակ իսկ շենքը ինչ որ չափով այդ հաշվարկով պետք է անի բայց փողոցները չեն կարող արդիականացնել ավաղ լայնքը մնում է նույնը Հա, բայց դա այդ հնարավորությունը անսահման չէ, չէ՞։ Հիմա Օրբելի հարևանությամբ 40 կարծեմ 30 հարկանի շենքեր են կառուցում։ Օրբելի վիճակը այսօր մասին ինչ որ ես խոսում եի, ամենացավոտ skyline այսպես կոչեցյալ մի թաղամաս, որտեղ որ փոքրիկ մի հատ 7 մետրանոց փողոց է տանում դեպի այդ տարածքը։ Սկսենք նրանից, որ ինքը գտնվում է Հրազդան ձորի սահմանին, իսկ դուք գիտեք, որ ձորերը ձևավորվում են եւ ձևակերպվում են եւ այն սարերը, հա, այսպես ասենք, որոնք որ ձևավորում են ձորը, այն քարերը, դրանք միասնական սալվածքներ չեն, միասնական ամրություն չեն կարող ձևավորվել, ճակճկած, ինչը ավելի շատ է մեծացնում վտանգը երկրաշարժի ժամանակ, եւ այդ ձորի բերանին, ձորի մեջ կառուցում են 44 հատ, չէ, 5 հատ 40 հարգանի շենք եւ 9 հատ 18 հարգանի շենք, դուք պատկերացնում եք, ինչպիսի լարվածություն, ինչպիսի ահռելի թաղամաս է եւ բնակեցված փոքր տարածքի վրա։ Դա նոր հասկանալի է, դա նորն է, նոր կառուցվողն է, բայց մենք անընդհատ խոսում ենք հին Երևանի մասին, չէ՞, եւ փորձում օտարին հրապուրել մեր երևանյան պատմությամբ։ Կա այդ սահմանը, որտեղ է հինը, որտեղ նորը։ Եվ առասարակ Երևանը այսօր ինչպիսի քաղաք է, այն եվրոպական քաղաք է համարվում իր ճարտարապետական ոճով։ Միանշանակ։ Թամանյանի ազդեցությունը դեռ այնքան ուժեղ է, ինչքան էլ փորձում ենք մենք փչացնենք քաղաքը։ Կորիզը ինֆրակառուցվածքը այնպես է դրված, որ շատ դժվար է հաղթահարել եվրոպական զգացմունքը, ինչ որ տալիս է Երևանը։ Բայց ավաղ իհարկե դա այն քաղաքը չէր, որ մենք գիտեինք նախկինում։ Իսկ հնարավոր չէր ժամանակին ձեռք չտալ կենտրոնին, ինչպես արել են բոլոր եվրոպական քաղաքները։ Իհարկե հնարավոր էր։
բայց քաղաքապետարանը եւ քաղաքի իշխանությունները որոշում չկարողացան կայացնել։ Ճնշումը ինվեստորների, ներդրողների կողմից մեծ էր, հրապուրանքը շատ ավելի մեծ եւ այն դոլարները, որ պտտվում էին բոլորի աչքերում, փագեցին տեսարանը նրա, թե ինչ կարող է դառնալ Երևանը մոտակա տարիներին։ Արգենյան այդ կա Երևանը խցանումներից ազատելու արագ միջոց։ Դե առաջնահերթը այն ինչ որ պետք է անել, դա ներդնել ժամանակակից կառավարման համակարգ, որը հիմնված լինի հիմնական AI-ի, բնական արհեստական մոտեցմամբ, հաշվարկների եւ երևի թե ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, որոնք որ ընդունված են եւ մեծ գումարներ դրանք չեն։ Իհարկե սովորական մարդու համար կամ ինձ ու ձեզ համար աշխատողներիս համար դա մեծ գումարներ են, բայց պետության համար հստակ հարցեր լուծելու տեսակետից դա բավականին ընդունելի ներդրումներ են, որոնք որ թեթևացնեն քաղաքի շարժուձևը։ Մեկ, երկրորդը սկսել ակտիվ արդեն սկսվել է ծրագիրը, նոր մեքենաներ, նոր ավտոբուսներ բերել քաղաք, որտեղ կներեք մենք բոլորս առաջի հերթին մենք մեզ ենք հարգում եւ մեզ հարգելով չենք կարող նստենք ամենուր ինչ որ անհասկանալի եւ դժվար կառավարվող մեքենաներ եւ մեքենան որպես այնպեսին առաջինը պիտի հրապուրի։ Այսօր այդ գործընթացը սկսվել է, բայց դա շատ փոքր մասն է այս ընդհանուր գաղափարախոսության, որի տակ հասկացվում է արդիականացում երթևեկության։ Մետրոն մտնում է ձեր նշած արդիականացման մեջ։ Միանշանակ, բայց դա շատ ավելի արժեքավոր եւ մեծ ներդրումներ պահանջող, եթե Եվրոպայում եւ այլ երկրներում դա այդպիսի մեծ ներդրումներ չեն, ապա Հայաստանում շատ մեծ ներդրումներ են, որտեղ մենք պետք է կտրենք անցնենք բազալտի շատ հաստ շերտեր։ Իսկ գիտեք բազալտը ծանր մշակվող քար է։ Ժամանակին շատ լավ միտք կար մոտեցում, որը առաջարկում էր օդային տրանսպորտ զարգացնել, բայց շատ ավելի էժան է, բայց ինչ որ մի ուղղություններով կարելի է դա անել, որպեսզի թեթևացնել երթևեկությունը։ Մի կողմից, մյուս կողմից տուրիստների համար շատ հետաքրքիր մի, ասենք ասենք, ատրակցիոն է, որը հնարավորություն կտա տեսնել Երևանը վերևից։ Ավաղ միշտ չէ, որ գեղեցիկ է, բայց այնուամենայնիվ բնությունը վերցնում է ամեն ինչ իր վրա։ Դե մի ժամանակ Երևանը շատ գեղեցիկ տեսք ուներ երիտասարդական պալատի վերջին հարկից։ Միանշանակ, այո։ Կունենա այդ շենքը նոր ճակատագիր, անայ։ Ես հույսով եմ, որ պետք է ունենա, որտեղ քաղաքապետարանը ժամանակին դիմել է եւ իշխանությունները իրավական մարմիններին, դատախազությունը սկսել է գործընթաց, որը երևում է, որ լուրջ խնդիրներ կային սեփականաշնորհման հետ մի կողմից։ Մեր տվյալներով մեծ խնդիրներ կան, թե ինչպես պայմանագիրը իրականացվեց։ Եվ գիտեք կոպեկներով եւ այսպես ասած ոչինչ գին չունեցող, արժեք չունեցող մի ֆինանսական գումարով հարկերի դիմաց, չվճարված հարկերի դիմաց, իսկ չվճարված հարկերը դա անբարոյականություն էր, ձևավորեցին
այն գաղափարի ներքո, որ մոտ 20 տարի երիտասարդության պալատը հանդիսանում էր տուն փախստականների համար Բաքվից եւ Երկրաշարժից, որտեղից այդ մարդիկ պիտի մուծեին հարկեր, որտեղից պիտի մուծեին գումարներ իր ապրելու համար, եւ դրա դիմաց որոշեցին սնկացնեն երիտասարդության պալատը, կարևորը դա չէ։ Կարևորը նա է, որ կոպեկներով գնելով երիտասարդության պալատը, մոտ մի քանի հազար քառակուսի մետր փողամաս եւ մոտ 50,000 քառակուսի մետր շենք վաճառեցին ընդամենը $700,000, որի արժեքը շատ ավելի մեծ էր։ Այս կոպեկներով վաճառված շենքը քանդեցին, ինչից ստացան եկամուտ։ Եվ ամենակարևորը հիմա մինչև 50 միլիոն են ուզում այդ հողամասի համար, ինչի ոչ, ուզում եք շենք կառուցեք, ուզում եք նոր ծրագիրը տեք սկսեք, այսօրվա այսպես կոչեցյալ սեփականատերը ուզում է այդտեղ եւս մի անգամ գումար վաստակի եւ 50 միլիոնով վաճառի այդ տարածքը։ Տխուր պատմություն է։ Երևանի ճարտարապետական ոչ այդպիսի հասկացություն կա հիմա։ Այնինչ կառուցում է, դա որոշակի նորմերի։ Չկա այդ ոճը, չկա մոտեցումը, չկա գաղափարախոսությունը։ Կան շենքեր, որոնք որ ստեղից ընդեղից վերցնում են, փորձում են շենքերը, պետք է ասել, դարձնել ավելի հետաքրքիր, բայց վատը նա է, որ որոշողը ոչ թե ճարտարապետն է, այլ որոշողը սեփականատերն է։ Եվ քանի որ սահմանափակումները քաղաքապետարանի շատ ավելի այդքան խիստ չեն եւ այդքան պրոֆեսիոնալ չեն, որ որոշվի ոճավորումը, պարզապես կարողանում են իր իշխանությունը, իր գումարներով պնդել եւ մինչեւ վերջ տանել հիմնականում ինչ որ դուք տեսնում եք այսօր Երևանում կառուցված, դա սեփականատերերի ճաշակն է, մարդկանց, ովքեր որ չունեն մասնագիտական կրթություն, որոնք որ չունեն համեստություն ընդունել, որ իրանք ճարտարապետ չեն, եւ փորձում են սաղից մոտ Երևան շատ ավելի գրագետ եւ պատրաստված, քան թե իրականում կան։ Ամեն անգամ, երբ որ փորձում են այդպիսի մարդիկ խոսել ճարտարապետության մասին, ես ասում եմ շատ լավ, խնդրեմ, բայց մյուս անգամ, երբ որ վիրահատվելու լինեք, հրավիրեք ոչ թե վիրաբուժին, այլ հրավիրեք օրինակի համար ճարտարապետին կամ ֆիզիկոսին, մենք շատ լավ կանենք եւ խորհուրդներ կտանք, ինչպես կարելի է անել վիրահատությունը։ Ինչի՞ չեք վիրահատում, քիչ չեք գնում մեր տեղական ճարտարապետների մոտ, այլ անհրաժեշտության դեպքում չեք ափսոսում ձեր գումարները, թռնում եք Գերմանիա, որ ամենալավ վիրաբույժները ձեզ վիրահատեն։ Ինչպես ստացվեց, որ ճարտարապետությունը ավելի պակաս գիտություն է, քան թե եւ ավելի պակաս վտանգավոր իր հետևանքներով մասնագիտություն է, քան թե վիրաբուժությունը։ Վիրաբուժությունը գործ ունի մի մարդու հետ, իսկ դուք գործ ունեք հազարավոր մարդկանց հետ, իրենց անվտանգության, իրենց ընտանիքի, ծնված երեխաների, դուք այսօր ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն, որոշել քաղաքի ապագան, ազգի ապագան։ Դրա համար էլ մենք դադարեցինք Երևանը կոչել վարդագույն քաղաք։ Համաձայն չեմ։ Մենք դեռ կոչում ենք Երևանը վարդագույն քաղաք, բայց եթե այդպիսի տեմպերով շարունակվի, դուք կլինեք ճիշտ։ Ես շատ ցավում եմ դրա համար, ժպտում եմ, բայց ցավում եմ։ Ահա եւ ավարտեցինք։ Շնորհակալություն, որ միացաք մեզ, Անայ։ Շնորհակալություն, տեսություն ձեզ։ Տեսություն, լսում էինք ճարտարապետ Անահիտ Թարխանյանին։